Պետական եկամուտների կոմիտեն հավատարիմ մնալով պետության եւ հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը շարունակում է հետևողական եւ անզիջում պայքար մղել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Օրերս ագարակ սահմանային անցման կետում, պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ մաքսային զնման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացի ԱՓՀ-ի կողմից չհագործվող բեռնատար ավտոմեքենան։ Բեռնատարի կցորդի քառանկյուն սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կիլոգրամ։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է եւ տեղափոխվել Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց ձորի մարզային վարչության եւ բարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23,4 կիլոգրամ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը։ Վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում Երևան քաղաքից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածում թմրամիջոցների մաքսանենգություն եւ իրացում կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի։ Ձերբակալված ԷԱ-ն եւ ՍՋ-ն ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինները ձերբակալվել են։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։